օգնե նստել ենք ես ու իմ աղջիկը։ Օգնել ենք։ Կաթի կուտիը Եկա։ Ու Այ մաման ուրա։ Մաման ուրա։ Հետևորդներ ջան, մամային տեսել ա, որ նկարահանում ա։ Ասում ա մամա, արի կաթիկ տամ, նայի։ Մի հատ տատային տուրուտի։ Տատան, տատ։ Դե տատի ձեռքերն է մաքրի։ Դե տատինն է մաքրի։ Մաքրի տատինն է։ Աղջի կոպեկ ա տեսե 10 դրամանոց ա։ Թորնիկիս նրբերշիկը հետևորդներ ջան։ Այն օրը տվել եմ թորնիկս կերել ա ու շատ հավանել ա եւ պատկերացրեք թե ինչքան շատ ա կերել, որ այսօր նորից ինձ տեսել ա, ասում ա տատա ամն էլ թորնիկի համար այս տեսակի հոտ դոգ է դնում, որ տանի։ Լուսնյակն է կասն ա փակում, արդեն իրիկվա ժամը, կասը հանձնում ընդունում ենք արե, Լուսնյակը այսօր 110 դրամ կասը ավելացել ա Լուսնյակի, չայևոյա, Հայկը դուրն ա փակում, տեսեք մեր ուզում եմ ցույց տալ մեր գիշերվա աշխատանքները, տեսեք, Հայկը 2 կոմանի դուրը այսպես փակում ա, զանգել ենք տաքսի որ գա, էսի մեր ուրախ ժամն ա հետևորդներ ջան։ Սկսում ենք բան անել, ծիծաղալ, մեկը մեկին բաներ ասել, անեկդոտներ հիշել, մինչև տաքսին գալիս ա։ Հայկն այսօր տեսեք, ոնց որ պատգամավոր ըլնի հետևորդներ։ Հայկը այսօր ոնց որ պատգամավոր լինի, Հայկելա սպիտակ սարոշկան, սիրուն ասում, այ Հայկ ջան, ես ինչ չաղացել ես տեղին։ Ինչ ասիր։ Հա, ճիշտ է, ասես լավ ես պահում է, չէ Հայկ, տենց ասիր, չէ ճիշտ եմ հիշում։ Լուսինեն է չի երևում են դախլներ հետևից։ Նենա գլուխն է, միակ բարևի հետևորդներին, կեզ բոլորը սիրում են, արդեն ճանաչում են։ Տեսեք, այսպես փակում ենք ցելոֆանով հետևորդներ ջան, որպեսզի նայեք, ասենք թե մեջը բան չմտնի, չչորանա, ամեն անգամ այսպես խնամքով ծածկում ենք, որ խնդիր չառաջանա։ Այսօր լույսերը գնացել էր, լույսերը կտրել էին և ամբողջ քաղաքը պանիկայի մեջ էր ընկել, մեկն ասում ա մի 2 ժամ չի լինելու, մեկն ասում ա մի ամբողջ օր չի լինելու ու այսպես մթության մեջ ես Լուսինեն և Հայկը նստել ենք ու ուրախ ժամանակ էր անցնում, պատկերացրեք այդ ժամին էլի հաճախորդներ էին գալի հումորով, հավեսով, շատ լավ ժամանակ անցավ, մինչև որ մեր լույսերը տվեցին և քաղաքը լուսավորվեց։ Հիմա նայեք, սպասում ենք տաքսին, միշտ այդպես ա լինում, ուրեմն 10-15 զանգում ա Լուսինեն, 10-15 րոպե զանգում ենք տաքսիին, բայց մեզ տանում ա 11:30։ Վաղը Լուսինե կզանգեր ժամը 9-ին, որ գոնե 11-ին այստեղ լինի և մենք բարեհաջող հասնենք տուն։ Հա, մի քանի տաքսիին հետևորդներ ջան, ուրբաթ օրը ամուսնուս ոտքի գիպսը արդեն հանելու ենք, Աստված եմ կանչում, որ ոտքը կպած լինի և նորից գիպսի կարիք չլինի։ Նու պատկերացնում եք մեր բակում կանգնած է 2 մեքենա և ես ոտքով դեսուդեն եմ գնում կամ տաքսիով եմ գնում, հիմա արդեն որոշել եմ, ոչ թե որոշել եմ, այլ վճռական որոշել եմ, որ պետք է մեքենա վարել սովորեմ, անպայման։ Հեսա գնամ մի 2 հարմար տեղ կա Լեջանում, հարմար տեղ կա, նես չի որ չգիտեմ, գիտեմ, բավականին սովորել եմ, ամուսինը սովորացրել է, բայց ուսուցիչին պետք է փոխեմ հետևորդներ ջան, որովհետև շատ վատ ուսուցիչ է։ Հենց մի բան ասնես գոռում ա, դրա համար է փոխենք ուսուցիչին, որպեսզի հանգիստ ձևով սովորեմ և ձեռք բերեմ վարորդական իրավունք։ Բայց ես ըստ հիմա հարցում անենք Հայկին և Լուսինեին, տեսնեմ ես ոնց կսովորեմ։ Ոնց կսովորեմ, Հայկ, շուտ կսովորեմ։
Տեսնում եք, բոլորը վստահ են։ Լուսնյակ դու վստահ ես։ Տեսնում եք ինչ են ասում հետևորդներ ջան, համ հույս են տալիս, համ կողքից վրաս ծիծաղում են, բայց ես չէ շատ ընդունակ եմ եւ շատ շուտ կսովորեմ։ Ուղղակի մի քիչ մեքենաց եմ ասում, ես մի քիչ վախլուկ եմ, որովհետեւ երբ որ իմ կողքը միացած քիպ մոտիկ մեքենա է գալի, ես վախենում եմ, ամուսինս ասում է դու հաստատ չես սովորի, որովհետեւ վախենում ես, բայց եթե հանկարծ ես տենց եմ մտածում, եթե ես լինեմ ղեկին, արդեն կսկսեմ ուրիշ ձև մտածել եւ ավելի մոտ տեսանելիությունը լավ կլինի, երբ որ վարելուց լինեմ եւ շատ հեշտ ու հանգիստ կսովորեմ, ովքեր ունեն նման կարծիք հետևորդներ ջան, որ ես շատ արագ կսովորեմ եւ լավ կվարեմ, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում տեսնեմ ովքեր են իմ կողմից, ովքեր ոչ, ովքեր են ասում գնամ սովորեմ, իսկ ովքեր ասում են, որ գործ չունես, քո համար խելոք, սուսուփուս, նստիր ամուսնուդ կողքը ու հայդա ձեր տուն։ Այնպես որ հետևորդներ ջան, կսպասեմ անպայման ձեր մեկնաբանություններին, տեսնեմ թե ինչ կարծիք ունեք իմ մասին։ Տաքսին չեկավ ժողովուրդ ջան։ 5 րոպեից, մեր մոտ 5 րոպեն 15 կդառնա հեսա։ Բայց դե ինչ անենք, ճար չունենք, գիշերվա ժամը 11-ն է, ոտքով չենք կարող ճանապարհ ընկնել, փողոցներում լիքը շներ կան, լիքը, դե մենք հետ մի կերպ տուն կհասնենք, բայց Լուսինեն մինչև հասնի տուն հետ գալու ժամանակն է լինելու հետևորդներ ջան, որովհետև Լուսինե's տունը գտնվում է գիշերօթիկում անտառների մեջ, բայց շատ հավես տեղ է, օրինակ ես սիրում եմ, որ անտառի մեջ է, զարթնում ես, չէ, լուս, լավա, զվեր ես կենում, սենց ծառերի մեջ, հավես, աղմուկ չկա։ Բա, որ ասում եմ, հա, շատ լավ է իրոք, լուսնյակ մի օր է ժամին զանգի գամ, նստենք դուրսը խմենք, մի օր գիտես երբ կարամ գամ, գնանք Մասուրի իրար հետ, գամ ձեր տուն, կոֆենք խմենք, կգնանք Մասուրի, ես մի անգամ գնացել եմ Լիդայից հետ, այդ ձեր հենց կողմի անտառով Մասուրի, շատ լավ Մասուր կար, կգնանք սիրում, կհավաքենք, կգանք, համե կվայելենք մեր անտառը, դե անտառ շատ եմ սիրում, նորից հրավերք է լինա հավաքելու, բայց վաղը մի հատ ոնց որ գործ պլանավորեցի, եթե հանկարծ այդ գործը կարողանամ, որ չեղարկեմ, ապա անպայման կգնամ Գրետի եւ Աննայի հետ Մալինայի, բերեմ նորից կամպոտ եւ մուրաբա անեմ, արտակարգ է լինում, անտառի Մալինան, թորմիկս բա ինձ ձեր է սիրում, շատ սիրում է Մալինա, ասես բռով ուտում է, թեկուս կբերեմ թորնիկս կուտի և կուրախանամ։ Էսում հեռախոսն այստեղ, հեռախոսնա, շփոթվենք թողենք ստեղ Հայկ։ Ինչի՞, տենում եք Հայկի կլաչը, Հայկ մեջը իշքան փող կա, տեսնում եք շատ փող, հիմա էլ իմ պայուսակը ցույց տամ, հիմա ըստ ձեզ իմ պայուսակում շատ փող տեղ կանի, թե Հայկի կլաչում։ Լուսինե, որտեղ ավելի շատ փող կլինի։ Մեր խառնենք կիսենք Հայկ փողերը։ Խի, կփոշմանես։ Արի խառնենք կիսենք, շատ ունես, հա փաստորը։ Որ օրը։ Որ օրը։ Հա։ Ես տնա շատ նիսյա բան եմ բերեմ, չաստը բերեմ անոր, վայ, Հայկ, մեր տաքսին չեկավ հետևորդներ ջան, ոտով գնայինք, ավելի շուտ տեղ կհասնեինք, բայց դե էտա, ինչ անենք, ոչինչ, նստենք, հա, իրոք որ Հայկ, դիմանանք 2 օրա, որովհետև ես վստահ եմ, որ ամուսինս լավ է լինելու և արդեն մենք տաքսու կարիք չենք զգալու, գալու է և մեզ տուն է տանելու, բերելու, լավ է լինելու։
Այ այսպես, բայց փակեցինք դռները, խանութը մի տեսակ շոքացավ, չէ, շոքա, մեջը տոթա, բայց այսօր նշեմ, որ մեր մոտ այսօր սարսափելի շոք է, ես նման տեսակի շոք չէի տեսել ամառվա այս ընթացքում, այսօր շատ շոք էր, ու պատկերացրեք այդ շոքին, այսօր այնքան ոտով վերև ներքև եմ արել, գնացել եմ բանկ, եկել, վթարի էի ենթարկվում, էդ էլ ասեմ, որ մեքենայի տակ էի ընկնելու, էլ գոհարին չէիք տեսնելու, բայց բարեհաջող ձևով ավարտվեց և Աստծուն փառք ոչ մի վտանգավոր բան չեղավ։ Ուղղակի ես մի քիչ ուշադիր եղա այդ ընթացքը և կարողացա, իսկ եթե հանկարծ մի փոքրիկ ուշադրությունս թեքեի այն կողմ, ապա շատ վատ բաներ լինելու հետևորդներ ջան, այսօր թեկուզ են անցնելու տեղից էլ, որ անցնում եք, պետք է ուշադիր անցնենք, պահենք ապահովությունը, որովհետև չեք պատկերացնում, թե ինչ տեսակի են վարում մեքենաները, չեն նայում իրենց առաջը և հետո մեղադրում են մարդկանց։ Այ ոնց որ ուշացանք, այս ամուսինս կզանգի, ուրեմն եթե 11-ից 2 րոպե է լինում, մեկ է տեսնում եմ ամուսինս զանգեց, ես չեք գալիս, հեսա արդեն ահազանգ կստանանք։ Այսքանը հետևորդներ ջան, չի երևում Հայկ, չկա, լուսնյակ, բայց ուր էր, ինչ, ամենափրկիչը որն է, հա, Կալինոյի ճանապարհի վրա մենք ունենք եկեղեցի, ամենափրկիչ է կոչվում, գնացել եք բայց, ես գնացել եմ են անգամ Սուրբ Նշան, վիդեո եմ նկարահանել, չես տեսել Սուրբ Նշանը, Հարութ հենց հետ որ գնացել եմ, Հարութը Նազը, Սուրբ Նշան գնացինք, այդ վիդեոս մտնես տենն է Սուրբ Նշան, տենց է գրել եմ, գնացել եմ, նկարահանում, հա, նոր որ Հարութ ենք են մի անգամը որ եկել են, այդ վաղտ եմ գնացել, ու նկարահանում եմ շատ սիրուն տեղա, շատ, նայում ես եմ վերևից շատ սիրուն, ընդհանրապես մեր լորվա բնությունը շատ սիրուն է, մեկ լորվա բնությունն է շատ սիրուն, մեկ մեղրիինը, մեղրի կապան, որ գնում ես չէ, շատ սիրուն է, Սուրբ Հովհաննես երևի մի 4 տարի առաջ եմ գնացել, բարձացել, գնամ, մեղրի պարզլիչ, չէ, չեմ գնացել, այնպես որ հետևորդներ ջան, ինչ ասեմ, բարի գիշեր ձեզ, լավ մնացեք, Աստված պահապան բոլորիս, բարի գիշեր։